ջրային ավտոբուսները այստեղից են մեկնում, այստեղից էլ մեկնում են Սպիդո նավերը դեպի նավահանգիստ են գնում։ Այսօր ջրային ավտոբուսով գնալու ենք Գինդերդայք։ Էրասմուս կամուրջն է։ Պայքար ջրի հետ։ Ջրի երկայնքով 19 ջրաղաց կա ու ամեն ջրաղաց իր սեփականատեր ունի հիմա։ Ժամանակին մեծ դեր են ունեցել, որպեսզի ջուրը չբարձրանա եւ մոտակա տարածքները չանցնեն ջրի տակ։ Ուրեմն այս օրորոցը հետաքրքիր պատմություն ունի։ 1421 թվականին ջրհեղեղ է լինում այստեղ ու ամբողջ այս տարածքը անցնում է ջրի տակ։ Ու ովքեր որ կենթանի են մնացած լինում, ինչ որ մի մասի վրա հավաքված են լինում, տեսնում են երեխայի ճիչ է գալիս, տեսնում են այս օրորոցը ու երեխան լաց է լինում մեջը։ Օրորոցը ոնց է մնում ջրի վրա, հավասարակշռությունը պահպանված է լինում այս կատվի պատճառով, այդ որ կատու է կանգնած վրան, կատուն աչը ձախ անում, որ հանկարծ օրորոցը չխորտակվի ու երեխան մեջից չընկնի ու այդպես դրա հետ կապված այսպեսի նմուշ են սարքել, որպեսզի մարդիկ տեսնեն ու երեխան կենթանի է մնացած լինում, շատ զոհեր են լինում այդ ժամանակ այդ ջրհեղեղից հետո։